Արդեն 20 տարի նույն օրը Սայաթ Նովայի արվեստի երկրպագուների հանդիպման վայրն անփոփոխ է։ Մայիսի վերջին կիրակին մեծ սիրահարին ու նրա արվեստը գնահատելու օրն է։ Սայաթ Նովայի պողոտայից քայլերթով դեպի Սայաթ Նովայի արձան նշում են մեծ աշուղին նվիրված ավանդական վարդատոնը։ Սայաթ Նովային նվիրված վարդատոնը 1 դարի պատմություն ունի։ Այն առաջին անգամ տոնել են 1914 թվականին Թիֆլիսում հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի եւ վրացի բանաստեղծ գրականագետ Իոսեփ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ։ Եվ այսօր մենք շարունակելով մեր մեծ ամենայն հայոց բանաստեղծի այդ ավանդը Երևանում նշում ենք Սայաթ Նովյան վարդատոնը արդեն 20-րդ տարին է Երևանում։ Սայաթ Նովան հավերժ է իր ժողովրդի հետ, քանի կապրի Սայաթ Նովան, կապրի հայ ժողովուրդը, քանի կապրի հայ ժողովուրդը, միանշանակ կապրի Սայաթ Նովան։ Գերմանացի թարգմանիչ Արթուր Լայստը պնդում էր Սայաթ Նովան արևելքի ամենամեծ քնարերգունը եւ սիրո մեծ երգիչը։ Նրա պատգամն էր համայն մարդկությանը սիրել լույսը, բարին ու գեղեցիկը։ Եվ ժողովուրդը այնպիսի ոգևորությամբ է միանում այս քայլարշավին ու անհամբեր սպասում ամեն տարի մայիսի վերջի կիրակին։ Ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը ժողովուրդների բարեկամության երգչին նվիրված տոնը մեծ շուքով նշվում է նաև Թբիլիսիի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող Մեյդան թաղամասում։ Արմինե Գևորգյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։